Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Գասպարյան։ Տիկին Գասպարյան, արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում եմ, որ վաղը Հայաստան ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լինելու է համատեղ քննարկումներ, հետո փաստաթղթերի ստորագրում, մամուլի ասուլիս նաև կկայանա, բայց մինչ այդ մենք հասկանանք, թե ինչի մասին է այս այցը։ Սա արդեն 1 տարվա մեջ երկրորդ բարձրաստիճան պետ պաշտոնյան է, որ ժամանում է Հայաստան։ Սա արդյոք խոսում է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների դրական դինամիկայի մասին եւ թրիփի մասով սա որևէ հստակություն մտցնելու է այս այցելությունը եւ նաեւ ստորագրվող փաստաթղթերը։ Ստորագրվող փաստաթղթերի մասով ավելի մանրամասն կիմանանք արդեն վաղը մայիսի 26-ին, երբ տեղի կունենա հանդիպումը եւ կստորագրվեն այդ փաստաթղթերը, բայց սա իսկապես աննախադեպ է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների տեսանկյունից։ Սա խոսում է երկուստեք փոխվստահության, բարձր փոխվստահության մասին, դա խոսում է նաեւ այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը դիտարկում է որպես շատ կարևոր ռազմավարական գործընկեր։ Այս այցը նաեւ այդ ազդակներից մեկն է։ Միանշանակ։ Եվ քանի որ նախընտրական շրջանում է, գիտեք, նման այցելությունները նույն եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը որքան քննարկվեց, Մակրոնի այցը որքան քննարկվեց, դա ավելի շատ ներքաղաքական դաշտ բերվեց այն համատեքստում, որ այս բոլոր ուժերը, երկրները գալիս են ձեր անձնական, ձեր ուժի նկատի ունեմ, անձնական PR-ը ապահովելու եւ նաեւ ինչ որ իմաստով քարոզարշավ են իրականացնում ձեր համար։ Չեք վախենում, որ Մարկո Ռուբիոյի այցելության բովանդակային մասը էլի կդնեն մի կողմ ու կքննարկեն միայն այդ տեսակետից։ Վախենալու ոչինչ չկա, մենք սա պարզապես խոսում է այն մասին, որ Հայաստանի դերը շատ բարձրացել, աննախադեպ բարձր է ամբողջ աշխարհում եւ բոլոր պետությունների համար։ Մենք անկախ նախընտրական այդ շրջանից մենք գնում ենք մեր արտաքին քաղաքականության հավասարակշռման եւ հավասարակշռվող քաղաքականության ուղղությամբ։ Իսկ այնուամենայնիվ նման հայտարարություններ կլսենք, ինչպես օրինակ J.D. Vance-ի շուրթերից լսեցինք, Մակրոնի շուրթերից եւ ասում եմ, դրանք ավելի շատ այսպես թիրախավորեցին ձեր ուժին եւ նույն ղեկավարներին այդ։ Չեմ կարծում, որ դրանք թիրախավորել են մեր ուժին, որովհետեւ մեր ընդդիմությունը բնականաբար մեր ընդդիմության հիմնական մասային հատվածն է, որը եղել են նախկին իշխանություններ եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչները անգամ երազել չէին կարող այնպիսի բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ինչպիսին հիմա Հայաստանի Հանրապետությունը ունի։ Եվ մեր գործընկերների, միջազգային գործընկերների կողմից, ձեր կողմից նշված հայտարարությունները նույնպես խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է ճիշտ արտաքին քաղաքականության ճանապարհով։ Եվ վերադառնալով նախընտրական քարոզարշավին, ներքաղաքական այս զարգացումներին, ասացիք, որ ձեր ուժը վախենալու բան չկա, չունի, վախենալու բան չկա, բայց վերջինորեն շատ է հատկապես շրջանառվում այդ թեզը, որ քաղաքացիական պայմանագիրը վախեցած է, ճապի մեջ եք նույն ԲՀԿ ցուցակի երկրորդ համարի Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը որակվեց որպես քաղաքացիական պայմանագրի վախերով պայմանավորված ինչ-որ գործընթաց։ Անդրանիկ Թևանյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին իրավապահ համակարգին ուղղորդելու մեջ եւ հասկանանք իսկապես սա միտված է այսպես ասած նախընտրական շրջանում ձեր ճանապարհը մաքրելուն ճակերտավոր ասած ինչպես այդ ուժերն են պնդում եւ եթե այսպես ասած նույն լրտեսության ու պետական դավաճանության հոդվածով մեղադրանք կար, խոսքը վերաբերվում է 2024 թվականին տեղի ունեցածի մասին է խոսքը։ Ինչու հիմա նախաձեռնվեց այդ գործերը եւ ինչու հիմա տեղիք տրվեց նման խոսակցություններին նաեւ։ Նախ պատասխանելով ձեր քաղաքացիական պայմանագրի խոճապի վերաբերյալ հարցին ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որևէ առիթ չունի խոճապի մատնվելու, դա նաև փաստում են միջազգային հանրապետական ինստիտուտի IRI կողմից հարցումները վերջին, որ մեր ուժը ունի բացարձակ ճնշող մեծամասնությունը ժողովրդի աջակցության, իսկ մեր բոլոր ընդդիմադիր ուժերը ունեն խնդիր անգամ անցողի քշեմը հաղթահարելու, այ խոճապի մատնվելու առիթը հենց նրանցն է, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որովհետև մեր ուժը վայելում է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության սերը, աջակցությունը եւ վստահությունը։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի այդ դեպքին, ես ասեմ, որ երբ էլ որ բացահայտվել այդ դեպքը, նրանց կողմից հնչելու էր այսպիսի հարցեր, թե ինչու հիմա։ Բացահայտվել է այս պահին, հիմա է բացահայտվել եւ սա
հանցագործությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ես մասնակցել եմ այդ գաղտնի փակնիստին եւ գիտեմ այդ ամբողջ ինֆորմացիան, որը քննարկվել է այդ փակնիստի ընթացքում եւ թարգմանել եւ հանձնել այլ պետության մեր գաղտնի փակնիստում քննարկված ամբողջ նյութը դա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն եւ անկախ նրանից հիմա թե նախընտրական շրջան է թե դրանից հետո է, նա պետք է, եթե դա հաստատվի նրա մեղավորությունը, ապա Անդրանիկ Թևանյանը պետք է պատասխան տա արդեն դատարանի առջև։ Այսինքն այստեղ քաղաքական որևէ հետապնդում, ինչպես իրենք են որակում, կամ Զելենսկիի պատվերով իրենց բնորոշ է ցանկացած հանցագործություն, երբ բացահայտվում է եւ որևէ անձ մեղադրվում է այդ հանցագործությունը կատարելու մեջ, իրենք անմիջապես հայտարարում են որպես քաղաքական հետապնդում։ Կարծես թե եթե նրանք զբաղվում են քաղաքականությամբ, նրանց ամեն ինչ կարելի, այսինքն պետք է հանցանք գործեն եւ մնան անպատիժ, ոչ իհարկե, անկախ նրանից թե այդ մարդը ինչ քաղաքական պաշտոն է զբաղեցնում եւ անկախ նրանից թե որ քաղաքական ուժն է ներկայացնում անձը, եթե կատարվել է հանցագործություն եւ հաստատվի նրա մեղավորությունը այդ հանցագործության կատարման մեջ, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առջև։ Եվ վերադառնանք նաև մարտի 1-ի գործերին, Տիկին Գասպարյան, մենք տեսնում ենք, որ նախընտրական շրջանում առնվազն քիչ չեն խոսակցությունները անցյալի մասին եւ անցյալի դրվագներից մեկը, որի մասին շատ է խոսվում, հենց մարտի 1-ի դեպքերն են, թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ի դեպքերը ամբողջությամբ բացահայտված են եւ շուտով մեղավորները կկրեն իրենց պատիժը, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ մեղադրյալները այնուամենայնիվ չկան եւ դա դաշտ է տալիս նաեւ ընդդիմությանը, նույն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է պարբերաբար վերջին շրջանում, որ մարտի 1-ի թիվ 1 մեղավորը եղել են ընդդիմադիրները, նրանք են հրահրել եւ սադրել այդ բոլոր գործընթացները եւ սպանդը եւ թիվ 1 մեղավորը կարգում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես հասկանալ նաեւ այս խոսակցությունները, ինչու մինչեւ հիմա հատկապես Միեդի հայտնի վճռից հետո չկան համապատասխան վերդիկտներ, նաեւ Հայաստանում մեր իրավապահ համակարգը դրան չի արձագանքել եւ սա դաշտ է թողնում, որպեսզի նախընտրական շրջանում նման հարցերը դառնան այսպես շահարկման քննարկման առարկա եւ քաղաքական ուժերը այսպես միմյանց հարվածներ հասցնեն նաեւ մարտի 1-ի մեջ միմյանց մեղադրելով։ Դրանք դատական գործընթացներ են, որոնցում կառավարությունը անմիջական մասնակցություն չի կարող ունենալ, բայց ես ուզում եմ մեծ հույս հայտնել, որ այնուամենայնիվ մեղավորները պատասխան կտան ամբողջությամբ կատարած ոճրագործությունների համար եւ մեծ ուզում եմ հույս հայտնել, որ այդ օրը չի ուշանա եւ մենք շատ շուտով դրա ականատեսը կլինենք։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր գործիչներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին մեղադրելով դրա մեջ, դա ես կարող եմ ասել, որ նա ուղղակի սուտասան սրիկա է, այլ մեղմ ասած, որովհետև մեղադրելով Նիկոլ Փաշինյանին նա ուղղակիորեն մեղադրում է ժողովրդին այդ սպանությունների մեջ եւ դա զարմանալի չէ, գիտեք, որովհետև նրա ամենամեծ վախերը ժողովրդից է եւ նրա հիմնական պայքարը եղել է ժողովրդի դեմ, որովհետև շատ հստակ գիտակցում էր, որ եթե արդար պայքարի ընտրությունները վերցնենք, եթե արդար ընտրություններ անցկացան, միևնույն է ժողովուրդը հաղթելու է նրան եւ փորձել են հենց բռնաճնշումներով, անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, վախի մթնոլորտ ստեղծելով, սպառնալիքներով ճնշել ժողովրդին։ Իսկ հիմա երբ արդեն ժողովրդի իշխանությունը նրանց ուժը ոչ թե կարող ենք խոսել, որ որևէ շանս չունի իշխանության գալու, այլ կարծում եմ, որ մեր ժողովուրդը այնքան ողջախոհ կգտնվի, որ անգամ նրանց հնարավորություն չի տա մտնել խորհրդարան եւ այդ բոլոր եռագլուխ մաֆիոզ 3 ուժերին հնարավորություն չի տրվի մտնել խորհրդարան եւ իրենց, որովհետեւ նրանք ոչ միայն սպանել են, կեղեքել են, այլ ամբողջ ընթացքում զրկել են մեր ժողովրդից ընտրություններով իշխանություն ձևավորելու իրավունքից, իսկ հիմա մեր ժողովուրդը ձեռք է բերել, վերագտել է իր իրավունքը եւ շատ լավ գիտի, թե նրանց իշխանության գալու պայմաններում ինչպիսի պայմաններում են ապրելու եւ ինչպես է իրենցից նորից հետ գողացվելու այդ կարեւոր իրավունքը։ Նրանք շանս չեն ունենալու անգամ խորհրդարան մտնելու։
Ընտրության մասին խոսեցիք, այդ կարևոր իրավունքի մասին Տիկին Գասպարյան, վերջին օրերին հակակոռուպցիոնի ամենօրյա այս բացահայտումները ձեզ չեն մտահոգում, որ ընտրություններում այնուամենայնիվ այդ նախկին բարքերը շարունակում են ակտուալ մնալ եւ ինչ որ իմաստով որոշ ուժեր առնվազն ընտրությունը վերածել են առուծախի։ Իրենք չեն կարողանում դավաճանել իրենց հին ու բարի ավանդույթները, որովհետեւ այն ժամանակ, երբ իշխանության էին, իշխանություններ բաժանում ընտրակաշառք եւ գնում ձայները, ինչն էլ չէին կարողանում, արդեն կեղծում էին հենց ընտրատեղամասում։ Եվ գիտեք, 2 օր առաջ վարչապետի հետ երբ Արարատի մարզում էինք, մի կին շատ էսպես հուզված պատմում էր, թե ինչպես ընտրությունների ժամանակ անուններ չնշեմ, որովհետև դա չի էականը եւ դա մեկ դեպքի մասին չէ, երբ ասում ընտրատեղամաս մտա եւ ասեցին մի հատ դուրս եղել քվեաթերթիկը ու տարավ իր ձեռքով այդ պտիչկան դրեց, ասես դե հիմա տար գցի արկղի մեջ, ասում ես աչքերս արցունքոտ այդ գործողությունը արել եմ, որովհետև ես կզրկվեի աշխատանքից, բայց ես այդ ժամանակ էլի չէի կարևորի դա, եթե ես իմ ուսերին չունենայի իմ հիվանդ ծնողների խնամելու խնդիրը եւ ամբողջովին տիրել է այս մթնոլորտն է տիրել ընտրությունների ընթացքում, իսկ հիմա մեր ժողովուրդը վերագտել է այդ իրավունքը, մեր ժողովուրդը ցանկացած պահի, եթե դժգոհ լինի իշխանություններից, գիտի, որ կարող է գնալ եւ քվեարկել այլ ուժի, նման ձևով փոխելով իշխանությանը։ Բայց վտանգավոր չեն ամեն դեպքում նման գործողությունները։ Իրավապահ համակարգը արդյոք իզորու է ամբողջ ծավալը բացատրել։ Այո, եւ իսկապես շատ մեծ գործ է անում հակակոռուպցիոնը, ես վստահ եմ, որ բոլոր, եթե ոչ ամբողջ 100%, բայց մեծ մասը կբացահայտվի եւ հենց այդ բացահայտումների ելնելով էլ կարծում եմ մեր այն ժողովուրդը, որը օրինակ գումարի պատճառով է գնում այդ ընտրակաշառքները վերցնում, այլևս չեն գնա։ Եվ աստիճանաբար պետք է մարի այդ ավանդույթը, որը ներդրել էին մեր ժողովրդի մեջ հենց նախկին իշխանական ուժերը։ Եվ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներից քանի որ խոսեցիք, տեսեք, պարբերաբար նաև դաշտ են նետվում այլ հարցումներ, որտեղ օրինակ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստանը 42% կամ 50+% են հավաքում, փոխարենը ձեր ուժը շատ ավելի քիչ ձայներ է հավաքում։ Ինչ եք կարծում, վստահելի են հարցումները, ամենատարբեր հարցումների մասին խոսենք հիմա, որովհետև դաշտ են նետվում տարբեր հարցումներ, եւ ինչ նպատակով է արվում նաև այդ դաշտ նետել պարբերաբար նման հարցումներ, որտեղ իրենք առաջատար են, հիմա գիտեք, քիչ են խոսվում նաև հետընտրական զարգացումների մասին։ Միգուցե նրանք դա միտում ունի, որպեսզի կասկածի տակ դնեն հետագայում ընտրությունների արդյունքները։ Իրական շատ ծիծաղել են իրենց սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որովհետև դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ եւ չեմ կարող հստակ ասել, թե որն է դրա իրական նպատակը, որոնք արդյոք դա իրապես իրենք հավատում են իրենց կողմից անցկացվող սոցիոլոգիական հարցումներին, թե չէ, բայց էլ ինչքան պետք է, եթե հավատում են, էլ ինչքան պետք է սխալվեն, որպեսզի հասկանան, որ իրենց կողմից անցկացված այդ սոցիոլոգիական հարցումները ոչ թե մոտ չեն, այլ ընդհանրապես աղերս չունեն, հենց վերցնենք 21 թվականի ընտրություններին, երբ իրենք այնքան վստահ էին, որ իրենց ուժը պետք է անցնի, որ իրենց առաջնորդի որդուն դրել էին 50 համարը վստահ լինելով, որ այդքան ձայն են հավաքելու եւ այդքան մանդատ են ունենալու ազգային ժողովում։ Իսկ եթե նպատակը նա է, որ ժողովրդի մոտ խոճապ կամ անվստահություն առաջացնեն, ապա դա նրանց միանշանակ չի հաջողվելու, որովհետև մեր ժողովուրդը շատ գիտակից ժողովուրդ է, շատ լավ ճիշտը սխալից, վատը լավից տարբերակող ժողովուրդ է եւ անգամ եթե դա է նրանց նպատակը, նրանք չեն հաջողելու։ Իսկ մեծ ֆինանսները, օրինակ օրերս Սամվել Կարապետյանն էլ հարցազրույցի ժամանակ չխորշեց, բացահայտ ասաց, որ օրինակ կարող եմ գելափին վճարել այնքան, որքան գելափն է պահանջում եւ 1 օր կամ մի քանի օր հետո ունենալ արդյունքներ, որոնք խոսեն այն մասին, որ 70% համակրելի եմ ես, ձայներ ունեմ ես եւ շատ քիչ համակրելիություն ունի քաղաքացիական պայմանագիր։ Բայց իրենց ինչին է պետք այդ նկարած թվերը։ Ես կարծում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, որ այդ մեծ գումարները իրենք ժամանակին ծախսած լինեին կրթվելու, ինքնակրթվելու, կրթություն ստանալու վրա, որպեսզի կարողանային առնվազն հայերենը ճիշտ հայերեն խոսել կարողանան եւ
բոլոր այդ եռագլուխ ուժերի ղեկավարների մասին եմ ես ասում, ոչ միայն Սամվել Կարապետյանի, որոնք գումարի խնդիր չեն ունեցել, շատ ավելի ճիշտ կլիներ եւ իրենք ել ավելի շահեկան դիրքում կլինեն, եթե մի փոքր այդ գումարներից ծախսած լինեին իրենց կրթության վրա եւ ոչ միայն իրենց հաճույքների վրա։ Տիկին Գասպարյան, վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ մարտի 1-ի դեպքերին, գիտեք, քիչ չեն շահարկումները, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ այդ կերպ իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին։ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում խոսել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին։ Գիտեք, այս իմաստով էլ բարբերաբար թե երկրորդ նախագահը, թե երրորդ նախագահը հարցազրույցներ են տալիս եւ փորձում են բացատրել, թե իրենց մեջ եղած այդ խնդիրները որտեղից են ծագել, ինչու, ով ինչ հակասություններ ունի։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ 2009 թվականից հետո ոչ մի կապ չի ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որովհետեւ առնվազն հաշտ չի եղել նրա մի քանի որոշումների հետ, վարած քաղաքականության հետ, եւ նրան այդ ընթացքում չի տեսել, ասում է ճիշտ չէ ինձ կապել նրա անվան հետ։ Գիտեք, 1-2 որոշումների հետ հաշտ չլիներ, դա դեռևս չի նշանակում, որ իրենք ունեն վատ հարաբերություններ կամ իրենք միևնույն գիծը չեն տանում կապված Հայաստանի Հանրապետության, հատկապես արտաքին քաղաքականության հետ։ Նրանք բոլոր 3+1 ուժերը, եռագլուխ այս պատերազմի կուսակցությունները եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը, իրենք նույն ինձ համար միևնույն ուժն են, ես կարծում եմ, որ իրենց համամասնական ցուցակում ընդգրկված տեխնացուներից որևէ մեկի համար տարբերություն չկա, որ մեկի ցուցակում պետք է հայտնվեն, որովհետև իրենք ունեն նույն գաղափարախոսությունը, իրենց համար Հայաստանի Հանրապետության շահը սպասարկելը չէ, այլ պետությունների շահել սպասարկելն է եւ Հայաստանի Հանրապետությունը որպես պետության Հայաստանի Հանրապետություն որպես պետության վերացումն է։ Ես չեմ հավատում որևէ կերպ նրանց միջև կոնֆլիկտի կամ դա կներեք, բայց կապիկություն է։ Եվ վերջինորեն նաև եկեղեցու բարձրաստիճան ղեկավարներն են հանդես գալիս ամենատարբեր հայտարարություններով։ Գարեգին Բն հանդես եկավ հայտարարություններով եւ մենք բարբերաբար էջմիածնում տեսնում ենք ուժեղ Հայաստան ուժի ներկայացուցիչներին եւ նաեւ նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանն է հանդես եկել տեսաուղերձով, որտեղ ասում է ուղիղ մեջբերեմ կանխորոշվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր հայրենիքի ու հայոց պետականության լինել չլինելու հարցը։ Կանգնած են գոյաբանական եզրագծին։ Մեր սրբազան պարտքն է եւ իրավունքը մասնակցել ընտրություններին, որով կփրկենք մեր ինքնության հիմնասյուները, ազգային սրբությունները, մեր հայրենիքն ու պետականությունը կործանումից։ Խոսում է նաեւ Արցախի կորստի մասին եւ ասում է մենք պետք է գնանք եւ ընտրենք հանուն ուժեղ Հայաստանի։ Ինչպես հասկանալ նաեւ նման հայտարարությունները եւ սա էլի ուղիղ աջակցություն չէ հստակ ուժի։ Դե դատելով հատկապես վերջին նախադասությունից եւ ընդհանրապես ընդհանուր գաղափարից, որը դրված է այս խոսքի մեջ, այո, նրան հիմնական հավանաբար իրենց աջակցություն են ցույց տալիս այդ եռագլուխ պատերազմի կուսակցություններին, ես անկեղծ ասած չեմ դիտել այդ ելույթը Եզրասի, բայց շատ հետաքրքիր է թե ուժեղ Հայաստան ասելով իրենք ինչ ի նկատի ունեն, ես դա չեմ կարող ասել։ Եվ նաև հայրենիք ասելով, իրենք հայրենիք, բայց ես շատ լավ գիտեմ, թե ուժեղ Հայաստան ասելով մեր ժողովուրդը ինչի նկատի ունի։ Մեզ համար ժողովրդի համար ուժեղ Հայաստանը դա ապաշրջափակված ուղիներով, հաղորդուղիներով Հայաստանն է, դա անընդհատ տնտեսապես զարգացող Հայաստանն է, դա խաղաղ պայմաններում բարգավաճող Հայաստանն է, ազատ արդար ընտրություններով իշխանություն ձևավորող Հայաստանն է։ Սա է ուժեղ Հայաստանը, որը մենք արդեն ունենք։ Տիկին Գասպարյան, եւ նաեւ ինչպես հասկանալ վերջին շրջանում այս շատ ահագնացող, միգուցե նաեւ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ է, դուք ավելի ճիշտ կմեկնաբանեք, բայց որ հասեք, փրկեք, կործանման եզրին է, այս դեպքում էլ օրինակ Եզրաս Ներսիսյանն ասում էր պետություն լինել չլինելու եզրագծին ենք, հայրենիքը փրկելու, ինքնությունը փրկելու, մեր սրբությունները փրկելու, ինչ կործանման մասին են խոսում այս ուժերը։ Ընդդիմությունը պարբերաբար զգուշացնում է իդեպ, որ Հայաստանը, պետությունը, մեր ինքնությունը, սրբությունները կործանման եզրին են։ Ինչու է կործանում։ Դա իրենց կործանումն է, այդ այլ պետությունների շահերը ներկայացնող ուժերի կործանումն է, նրանք պարզապես կախված են այժմ փրփուրներից, որովհետև հստակ տեսնում են, որ այս ընտրությունների
ընտրություններից է կախված նրանք կշարունակեն ընդհանրապես գոյություն ունենալ մեր քաղաքական դաշտում, թե ոչ, եւ քանի որ հստակ տեսնում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը, հասկանում են, որ այս ընտրությունները նրանց համար իսկապես ճակատագրական է լինելու, իսկ դա հենց այդպես է լինելու եւ նրանք պարզապես հայտնվելու են աղբանոցում, քաղաքական աղբանոցում եւ մեր Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել անկախ, ինքնիշխան, խաղաղ եւ ժողովրդի իշխանությունն է որոշելու մեր Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքը։ Իսկ միայն քաղաքական դաշտից են դուրս տրվելու, թե այնուամենայնիվ անցյալում եղած բոլոր այդ մեղադրանքները, մարտի 1-ի գործը, ընտրակաշառքները, կեղծված ընտրությունները, այդ իմաստով նաև ժողովուրդը վերջապես ականատես կլինի վերդիկտների, մեղադրյալների, մեղավորների։ Ես մեր հարցազրույցի սկզբում էլ ասացի, որ ես մեծ հույս ունեմ, որ մենք շատ մոտ ապագայում տեսնելու ենք նրանց արդեն հենց վերդիկտները արդեն պատրաստի, որովհետև իսկապես մեր ժողովուրդը շատ երկար սպասեց դրան եւ մեծ հույս ունեմ, որ մեր դատական համակարգը իսկապես ավելի արագ ցույց կտա այդ ամեն ինչը եւ նաեւ այդ հարցազրույցի մասով Ռոբերտ Քոչարյանի ուզում եմ ասել, որ այնտեղ Ռոբերտ Քոչարյանը երբ խոսում էր իր իշխանության տարիներին մեր Հայաստանի իբր անհոգ եւ քաղաքացիների անհոգ վիճակի մասին եւ ասում էր, որ չկար մեր ժամանակ վիզաների կամ բեզվիզ այսպես խնդիրներ, ես ուզում եմ ասել չկար այդ խնդիրները հենց միայն իրենց եւ իրենց կլանի մի քանի ընտանիքների համար, բայց մեր ժողովուրդը այնքան վատ պայմաններում էր ապրում, այնքան մեծ խնդիրներ ուներ, որ մեր ժողովուրդը չէր կարող անգամ մտածել ճանապարհորդելու մասին, որովհետև դրանք իսկապես հասանելի չէին, նախ շատ ցածր էր կենսամակարդակը մեր ժողովրդի եւ հետո տոմսերի արժեքներն էին չափազանց բարձր, իսկ հիմա մենք վարչապետն էլ արդեն հայտարարեց, որ ամենակիչը 2 տարի ժամկետում մենք ունենալու ենք վիզաների ազատականացված արդեն ռեժիմ եւ մեր քաղաքացիները օրինակ կանգնելու են որոշելու, թե շաբաթ-կիրակի օրերը անցկացնեն մեր որևէ մարզում, որևէ գեղատեսիլ վայրում, թե գնան եվրոպական որևէ երկիր իրենց հանգիստը անցկացնելու։ Այսքան տարբերություն կա նախկին իշխանությունների եւ մեր իշխանությունների միջեւ, դա միայն այդ իր ասած բեզվիզ ռեժիմի վերաբերյալ։ Իդեպ իր ուժը նաեւ խոստացել էր, որ իրենք գալով սկսելու են գործընթաց վիզաների ազատականացման հետ կապված, այնինչ գործընթացը արդեն կա եւ գործընթացը ոչ միայն արդեն կա, այլ գործընթացը արդեն ավարտին է հասցվելու եւ ես նաեւ չեմ պատկերացնում, թե իրենց ուժի հետ մեր եվրոպական գործընկերները ինչքանով են հնարավոր համարելու ընդհանրապես համագործակցել եւ անգամ վիզաների ազատականացման ռեժիմի վերաբերյալ գործընթացները շարունակել։ Եվ Ռուսաստանից եկող ամենօրյա հայտարարությունները, Տիկին Գասպարյան, ինչի մասին են դրանք, այսինքն մենք անուններ չտամ, Օվերչուկ, Գալուզին, Մեդվեդև, անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակով մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպիսի հայտարարություններ են հնչում, երբ մեզ ուղիղ ասվում է, որ կողմնորոշվեք, դուք 2 հարսանիքում միաժամանակ չեք կարող ապրել, ինչ հետևություններ եք դուք անում այս հայտարարություններից, արդյոք Ռուսաստանի կամ ինչպես Վլադիմիր Պուտինը հայտարարեց, ռուսամետ ուժերի վիճակն այնքան վատ է, որ անձամբ Վլադիմիր Պուտինն է լծվել այդ գործին եւ ամենօրյա մակարդակում հայտարարություններ է անում։ Եվ ինչի մասին են առհասարակ այդ հայտարարությունները, այդ վախի մթնոլորտը, այսինքն մտրակի այդ տրամաբանության մեջ, որ մենք ցես կմտրակենք, եթե դուք գնաք Եվրամիություն, գազի գները կավելացնենք, լարսը կփակենք, լավ տեղ է տանելու նման խոսակցությունները։ Ես իրականում ինձ համար այդքան էլ հասկանալի չէ, թե ինչի համար են նրանք այդ խոսույթը պարբերաբար քաղաքական դաշտ նետում, որովհետև մենք շատ հստակ հայտարարել ենք տարբեր մակարդակներում, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կարևոր գործընկեր է եւ մենք ունենք երկուստեք շահեր եւ մենք գնալու ենք այս շահերը հայտարարում ենք, որ լավ հարաբերություններ ունենք։ Իհարկե, սպասարկելու ուղղությամբ եւ
Դրանք միանշանակ հիբրիդային այդ հարձակումների մի մաս են կարծում, բայց ես կարծում դրանք լավ տեղ չեն տանում, որովհետև միգուցե շատ ավելի լավ կլինի, որպեսզի մեր ռուս գործընկերները օրինակ մտահոգվեն եւ մտածեն, թե ինչպես է պատահում, որ IRA-ի հարցումներով Ռուսաստանը մեր ժողովրդի շրջանում դիտարկվում է որպես թշնամի պետություն եւ եթե չեմ սխալվում որպես վտանգ ներկայացնող պետություն։ Այ միգուցե դա հենց այդպիսի այդ հայտարարությունների արդյունքում է մեր ժողովրդի մոտ նման կարծիք ձևավորվելիս, դա իսկապես մտահոգիչ է։ Իսկ հայկական կողմից հայտարարությունները, որ հայ-ռուսական հարաբերությունները ամեն դեպքում շատ բարձր մակարդակում են գտնվում, վարչապետը խոսում է անգամ իր եւ անձամբ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների մասին, որոնք ընկերական է բնութագրում։ Կողմերից մեկը այնուամենայնիվ Տիկին Գասպարյան, ստացվում է, որ անկեղծ չէ։ Մի կողմից մենք տեսնում ենք ամենօրյա հայտարարություններ Ռուսաստանի Դաշնությունից, այսօր էլ իդեպ Մեդվեդևն էր ասում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որքան էլ իրենք մանևրեն դիվանագիտական ամենատարբեր, այսպես մեջբերումներով փորձեն դա ուղիղ, այսպես ասած, ուղիղ չնշել, բայց մենք տեսնում ենք, թե ինչ սիրախաղերի մեջ են արևմուտքի հետ։ Այսինքն որն է անհանգստությունը եւ որ կողմն է, այսպես ասած, ոչ ազնիվ, որովհետեւ ես կարող եմ խոսել մեր կողմի ազնվության մասին, որովհետեւ մենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, մենք մեր ցանկացած գործընկեր պետության հետ հարաբերվելիս մենք նշում ենք, որ մենք գնում ենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության ճանապարհով եւ մեզ համար բոլոր մեր գործընկեր պետությունները շատ կարեւոր են եւ անգամ այդ օրինակ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների կողմից նշվող այս հարաբերությունները որևէ կերպ չեն կարող մեզ շեղել մեր Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու մեր կամքից եւ հաստատակամությունից։ Իսկ այդ հայտարարությունները այնուամենայնիվ թեկուզ ընտրություններից հետո դառնալու են քննության առարկա ինչ-որ իմաստով, քաղաքական ուժը որևէ կերպ փորձելու է առերեսվել այդ հայտարարությունների հետ, թե այնուամենայնիվ Չեմ կարծում, որովհետև այդ հայտարարությունները կարծում հենց հայտարարության մակարդակում էլ պետք է մնան, որովհետև մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք շատ լավ հարաբերություններ եւ բազմիցս ենք դրա մասին նշել եւ հենց գնալու ենք այդ ճանապարհով։ Դե Զատուլինն էլ օրինակ հայտարարում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հավաքի ստանա մեծամասնության ձայները, իրենք չեն ճանաչելու այդ ընտրությունները։ Դա իրենց խնդիրն է։ Այսինքն այնուամենայնիվ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու որևէ միտում ոչ, դա տարբեր մակարդակներում մեր տարբեր պաշտոնյաների կողմից մենք դա նշել ենք։ Եվ վերջում Տիկին Գասպարյան, այս վախի մթնոլորտը, որ բարբերաբար գեներացվում է նույն Լարսի հետ կապված, նույն ապրանքաշրջանառության հետ կապված, գյուղմթերքի հետ կապված, տեսեք, այս իմաստով հստակ հաշվարկներ կա, թե օրինակ Հայաստանը եթե ինչ-որ մեկ օր արթնանա եւ պարզվի, որ Ռուսաստանը իրենց դուրս է դրել, օրինակ ԵԱՏՄ-ից, եթե նման բան հնարավոր է իհարկե եւ Ռուսաստանը կարող է գնալ նման քայլի, Հայաստանը այլ ընտրանքներ ունի, Հայաստանը հաշվարկել է, թե ինչ ռիսկեր է դա ենթադրում։ Մենք գնում ենք ապաշրջափակման ճանապարհով եւ երեկ էլ վարչապետը իր Facebook-յան էջով մեզ հետ կիսվեց շատ կարեւոր եւ ուրախալի լուրով, որ գործարկվելու է Ախալքալակ եւ Կարս երթուղին, ինչը շատ կարևոր տնտեսական հնարավորություններ է բացելու մեր պետության առջև եւ հստակ թրիփի գործարկումից հետո էլ ես կարծում եմ, որ մեր պետությունը դառնալու է իսկապես միջազգային խաչմերուկ աշխարհի բոլոր պետությունների համար եւ դառնալու է նաեւ խաղաղության խաչմերուկ եւ նման խնդիր վստահաբար չենք ունենալու։ Եվ կուզենամ նաև, քանի որ նախընտրական այդ քարոզարշավի մեջ ենք, ձեզ հետ կիսվել մեր քաղաքացիների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով, ես բոլոր տարբեր բնակավայրեր այցելելիս ամեն անգամ իսկապես իմ սիրտը ուրախությամբ եւ երջանկությամբ է լսվում, երբ տեսնում եմ, թե ինչքան են զարգանում մեր բնակավայրերը, գյուղական բնակավայրերը մասնավորապես, եւ ինչքան են այն խնդիրները, օրինակ անվտանգային խնդիրները, երբ մենք ունենք 21 թվականի քարոզարշավին, իսկապես մթնոլորտը ծանր էր, որովհետեւ առաջնային խնդիրը դա անվտանգային խնդիրներն էր, սահմանում իրավիճակներ եւ խաղաղության այդ բաղձալի ցանկություններ, իսկ հիմա խաղաղության այդ արդեն հաստատումից հետո մեր քաղաքացիները հունիսի 7-ին պետք է կատարեն ընտրություն եւ տեր կանգնեն խաղաղությանը եւ գիտեք,
չկա բնակավայր, իդեպ գյուղական բնակավայր, որտեղ ահռելի աշխատանքներ կատարված չլինեն, եւ այնքան այդ խնդիրները այնքան են փոքրացել, որ օրինակ 2 օր առաջ արտաշատում ենք եւ քաղաքացիների մի փողոց ունենք, որը սկզբից մինչև վերջ ասֆալտապատված էր, լուսավորված էր փողոցը եւ քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին համայնքապետին, մեզ, մեր կառավարությանը ու մենակ մի խնդիր ունենք, ես էլ ուզում եի հասկանալ որն է խնդիրը, ու շատիր լսում եմ, ասում է, ինչ կլինի, պարոն համայնքապետ ջան, կլինի այդ գիշերվա լույսը, որ միացնում եք, ոչ թե 2:30 անջատեք, այլ ժամը 4-ին անջատեք, համայնքապետն էլ հումոր անում, ախր մեկն ասում է շուտ անջատեք, խանգարում եք քնել, մյուսն ասում է ուշ անջատեք, որովհետև ուզում ենք լուսավորված մնա, չգիտենք որ մեկին գոհացնենք, այսպես հումորային մի հատ դիպված էր, բայց դա խոսում է այն մասին, որ մեր քաղաքացիները այնքան անհոգ են եւ այնքան իսկապես տեսնում են, որ խնդիրները աստիճանաբար լուծվում են, գիտեք, չկա այսպիսի բան, որ երբեք խնդիրներ չլինեն, իհարկե կան, խնդիրների լուծումից հետո գալիս են այլ խնդիրներ, նոր խնդիրներ, բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները տեսնում են, որ խնդիրները ոչ թե դոփում են, խորանում են, այլ խնդիրները լուծվում են։ Եվ նաև շատ կարևոր ձեռքբերում է խաղաղությունից զատ քաղաքացիների այդ ազատության եւ արժանապատվության զգացումը, երբ քաղաքացին իրեն իսկապես տեր է զգում երկրի, տեր է զգում պետության։ Եվ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը տեր է կանգնելու պետությանը, տեր է կանգնելու խաղաղությանը, աջակցում է մեր ուժին, որովհետև միայն մեր ուժի հետ է կապում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը եւ խաղաղության հարատևումը։ Տիկին Գասպարյան, ստացվում է, այսպես եթե հետևություն անեմ կամ եզրակացություն անեմ ձեր ասածից, քաղաքական մշակույթ եք փոխել ինչ-որ իմաստով։ Երբ ասում եք քաղաքացիները ազատ, անկաշկալ, քաղաքական մշակույթը ոչ միայն ընդհանուր առմամբ է փոխվել, այլ անգամ երբ նայում ենք ընդդիմադիր ուժերին, որոնք երբևէ չէին կարող իրենց պատկերացնել, որ իրենք պետք է այսպես վերևից իջնեն եւ քայլեն ժողովրդի միջով, դա էլ է փոխվել։ Նրանք դուք պատկերացնում եք, օրինակ Ռոբերտ Քոչարյան եւ Քարոզ Արշավ, Ռոբերտ Քոչարյան եւ անծանոթ երեխային գրկել։ Դրանք ինչ որ ֆանտաստիկայի ժանրից են, բայց հիմա մենք անգամ նրանց մեջ ենք այդ մշակույթը փոխել։ Այո, մշակույթը փոխվել եւ ես կարծում եմ, որ քաղաքականությունը եւ երիտասարդացել է եւ քաղաքականությունը եւ անմիջականորեն այսպես կապվածություն է ձեռք բերել խաղաղության հետ, սիրո հետ, համերաշխության հետ, որովհետեւ մեր քարոզարշավները իսկական տոն են մեր քաղաքացիների համար, որովհետեւ նրանց ժպիտները, նրանց այս սրտիկները, նրանց համբույրները, նրանց ջերմ խոսքերը այո, քաղաքական մշակույթ է փոխվել եւ ես ուրախ եմ դրա համար։ Եվ ինչու են հատկապես այդքան կարևորվում այս ընտրությունները, ինչու է կարևոր գնալ ընտրատեղամաս եւ ինչպես դուք ասացիք, օրինակ ձեր դեպքում տեր կանգնել խաղաղությանը, ինչու է կարևոր։ Նախ հենց կարևոր է, շատ կարևոր է, որովհետեւ մենք ունենք հաստատված խաղաղություն, բայց այդ խաղաղությանը պետք է հոգ տանենք, պետք է մեծացնենք, պետք է ավելի ամրապնդենք։ Առաջին եւ կարևորը դա է։ Կարևոր է, որովհետեւ մեր պետությունը պետք է շարունակի մնալ ազատ եւ ինքնիշխան։ Կարևոր է, որովհետեւ քաղաքացին է տերը պետության, ինքն է որոշում, թե ով պետք է լինել իշխանության, իսկ այդ արժանապատվության եւ ազատության այդ կարևոր ձեռքբերումները միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն են, որը թույլ են տալու, որպեսզի շարունակվի։ Շնորհակալ եմ Տիկին Գասպարյան։ Ես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն էր, կհանդիպենք։